Քանի որ շատ զբաղված եմ աշխատանքի առումով, մի հատ քեզ կարճ տեսանյութ, որտեվ դա 3 դի խոսա 3 շարմար բաղ։ 3 տեսանյութ եմ նայել 18+։ 3 տեսանյութ եմ նայել, որտեղ մի հոգի հայ տղա ջուր է շփում Սարգսյան Մանվելի վրա, մի հատ հոգեկան հիվանդը կա։ Այն որ ասում էր մենք ձեզ կգնդակահարենք, հետո մենք ինքներս կգնդակահարվենք։ Այսինքն ինքը փորձում է իր խոսելու ձևաչափով նմանվի Նիկոլ Փաշինյանին։ Հա? Ասել եմ ու կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը անգերազանցելի բոզի տղա է, ասել եմ 18+։ Ու այդ Սարգսյան Մանվելը բրոշուլի կտորը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես Հայաստանի խորհրդանիշ, որը ցույց է տալի Հայաստանի սուվերեն տարածքները։ Դոշին կպած, տոր պատշմա, տո դնմա ճակատին, տո եսի ինչ անեմ։ Ու այսօր երեկվանից սկսած համացանցում մի հատ մեծ աժոտաժ է, որ մարդիկ թքած ունեն Հայաստանի Հանրապետության վրա, հատկապես այն մարդիկ, ովքեր հրաժարվում են բրոշուլի կտորից, բայց բրոշուլի կտորը դա Հայաստանի Հանրապետություն չի, այև որ հայը կասի ես թքած ունեմ Հայաստանի գերբի վրա, Հայաստանի զինանշանի վրա, Հայաստանի եռագույն դրոշի վրա, այդ ժամանակ դուք կարաք վազմուշացալ մեկ, այ անուղեղ թոփալներ, դա մեկ։ Երկրորդ, այդ բրոշուրները, որ օրական 200 հատ բաժանում է հոգեկան հիվանդը, մեկը դա չի հարշի տալի, խես բյուջեի փողերը մխսում, բրոշուրներ բաժանելով աչուձախ, այդ երկուս։ Երրորդ, ինչ վերաբերվում է Մանվել Սարգսյան քեզ, կամ այդ քո վրա ջուր շփող տղու, քո նմանների հետ, ոչ թե մենակ պետք է ջուր շփեն վրան, այլ պիտի մարդիկ թքեն քո նմանների վրան, որտեվ դու հոգեկան հիվանդ բոզի տղա ես։ Մարդիկ բարիս բուն իմաստով դե թքեն ձեր վրա, գիտես խի, որտեվ ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակած գլխավոր դատախազի թքելը դա հանցագործություն չի, հա։ Բալետ պարով գլխավոր դատախազն ասեց, թքելը հանցակաց չի պարունակում իր մեջ, դա մարդու թքա գեղձերից առաջ եկող ինչ-որ հեղուկ է, նույն տարբերությամբ կարա, նույն հաջողությամբ կարա ես վերագրեմ, որ Ռոմանոսից էլ է հեղուկ գալի, կարաք շռեք նաև մարդու վրա, խոսք օրինակ, էդ եք դուք, ձեր իրավական համակարգով, ընենց որ եթե դուք թքեք Մանվել Սարգսյանների նմանների վրա, դա իր մեջ հանցակաց չի պարունակում, դա ես չեմ ասում, դա ասում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազուհին, ով բալետ է պարում։ Այդ էլ երկուս, հետո, այն որ մանիպուլացնում եք, նոր էլ մի հատ վիդեո նայեցի, ոչ թե հավես, էլ ժամանակ չկա Facebook մտնելու, զբաղված եմ, որտեղ մի խումբ բոզի վաստակներ լծվել են արցախցիներին քննադատելուն, պախարակելուն եւ ամեն ձևի ձևաչափով արցախցիներին անվանում են տո թափառական, տո եսի միջ, տո քունեմ սաղից սաղուս հատկացը, հասկացա, դուք չլինելով շրջափակման մեջ բոզի բալեք, ադրբեջանական X որակի բենզինը երբ որ ստացաք ձեր Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, դուք թրջեցիք ձեր տակը թրջեցիք, անկախ ձեր սեռից, հասկացաք ինչ եմ ասում, Արցախցին 270 օր մնաց սոված օգնություն չընդունեց ադրբեջանցուց, այն ադրբեջանցուց, ով Արցախում հայ պապիկ էր գլխատում, այն ադրբեջանցուց, ով Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի դեմքով Գուրգեն Մարգարյան կացնահարեց, հասկանում եք ինչ եմ ասում, բոզի բալեք, այդ Լոս Անջելեսում կամ Սան Ֆրանցիսկոյում նստած, ձեր ձվերը գրգած, ձեր կնգած սալոն, ձեր բերանը դրած, էտով եք դարը, որ Արցախցում բան եք ասում, կցպնեմ սաղիդ կերածի մեջ, դա էլ հանցակաց չի պարունակում, քանի որ ըստ գլխավոր դատախազուհու, բնական ճանապարհով առաջացած հեղուկը, երբ որ շփում ես դիմացինիդ վրա, հանցակաց չկա, դա գլխավոր դատախազուհին ասես, չէ, բնական ճանապարհով առաջացած հեղուկա, թքա գեղձերից Ալեն Սիմոնյանը թքելա ՀՀ քաղաքացու վրա, ընդել ամորձապարկից է գալ, ինչ-որ մի հեղուկ, խտացած կաթի տեսքով, կցպնեմ ձեր կերածի մեջ, որ մեկը փորձի Արցախցու նվաստացնելով ինքնահաստատվի, ձեր մաման ու ձեր ելածը կխունեմ, բան ունեք կոնկրետ մարդու դեմ,
Հելեք խոսացեք, հրապարակեք, փաստերով, բան չունեմ ասելու։ Իմ համար ոչ մի նշանակություն չունի։ Էդի կլինի Արցախցի, նույն ինքը Գևորգ Առստամյան, կամ այն որ կա է, որ թռնում է ռուսական բտերների վրա։ Էդի կլինի Էջմիածնեցի, Երևանցի, չգիտեմ, Արտաշացի, 1000 տեղից։ Կոնկրետ մարդը կասյա չի տարե, հելեք ձեր վրթովմունքն առաջ բան արեք։ Արտահայտեք, բայց երբ որ դուք աբաբշատ եք անում, ասում եք արցախցիները սենց արցախցիներն ես, բոզի տրուսիկի են բարակ թելեր փորիկավոր, արցախցին 270 օր մնաց շրջափակման մեջ օգնություն չընդունեց Թուրքից։ Հասկանում եք, դուք չլինելով շրջափակման մեջ, ձեր տակը թրջեցիք անկախ ձեր սեռից, երբ որ ադրբեջանական բենզին մտավ Հայաստան, իրար մերք ունելով բենզին էիք լցում կալոնկեքից, հասկացաք։ Հələ հարց տվեք ձեր հոգեկան հիվանդին, ով այսօր ասում է, էշի պես ով զռային, արա այ լրփի տղա, դու գնա նրան կոֆե բեր, կոֆե դնող, քեզից լավ էշ, որին հեծնե ու քշում է Ադրբեջանի նախագահը, քեզնից լավ էշ գոյություն չունի Նիկոլ Փաշինյան։ Դու քո աթոռի հիմար, ես վստահ եմ դեր իմ խոսքերի մեջ, դու կարաս նաև զռաս, դու կարաս քո ոռը բացես, ասես ինձ շինեք։ Մենակ մնաս դու այդ աթոռին, քանի որ դու հստակ եւ ինչքան էլ գիժելն ես հասկանում ես, աթոռից փոկվելու պարագայում քեզ քո հետանցքը սարքելու են մոթալի մեշոկ։ Հասկացաք։ Մարդիկ թքած ունեն Հայաստանի Հանրապետության վրա, քարտեզի վրա, ով է ասում։ Ատենց հայ ես չեմ ճանաչում, ով թքած ունի Հայաստանի Հանրապետության քարտեզի վրա, գերբի վրա, զինանշանի, եռագույնի վրա, ցանկացած իրեն հարգող հայ միշտ ուզում է հպարտությամբ նայ եւ գերբին, եւ զինանշանին, եւ հայկական եռագույնին։ Նիկոլ Փաշինյան, այդ որ քո բլոգերանման բոզի բալեքի միջոցով փորձում ես մի արցախցիներին պախարակես, բա որ քո քաղաքակիրթ հարևանը Արցախի դրոշը տրորելով մտավ կանգնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նույն Արցախի Հանրապետության դրոշի վրա ու բռունցք ցույց թափտվեց դեպի Հայաստանը։ Նույն եռագույնն էր, բացի այն տարանջատող նշանի, շա նույն եռագույնն էր հայկական։ Ինչի ձենը չհելավ։ Հա? Ձենը ծպտունը ինչի չհելավ։ Խի չհելար ասիլ միջազգային հանրություն։ Տվյալ անհատականությունը, որը իբր թե տարել է պատերազմը, կրել է։ Իրավունք չունի նվաստացնել իմ ազգային դրոշը, ոչ թե քո ազգային դրոշը Ադրբեջանի դրոշն է։ Հայկական եռագույնը։ Խես էլ եմ տրորում հայկական եռագույնը, որ մի հաղթող կողմն է իրան այդպես սպահամ։ Հա? Ժիմ, կամագդ սեղմվում էր։ Քո պատասխանը միակ, որ եղել է Ալիևի ծաղրանքին, Ալիևի այն վիրավորական խոսքերին, հոգեկան հիվանդի պես եկեք այնել ես ազգային ժողովի ամբիոնում եւ ոտանավոր ես ասել։ Ես խղճում եմ վանդակում փակված հոգեկան, արա քեզնից լավ հոգեկան հիվանդ, քեզնից լավ զռացող էշ, հա։ Քարակոզը միջատա թե կենթանի թե ուտելիք։ Դու խանձվող խոզից խոսա։ Դու խոսա ոտ լևալու լագյանով, որ բերեմ դնեմ են դեմած Ստալիշնի սալաթից։ Դու խոսա դեկորատիվ խնձորներից, որոնք ձևական դնում են սեղանի վրա, դու վերցնում ես ուտում ես։ Հա? Կոֆե ես խմում, բաժակն ուտում ես, պոչը թողում ես։ Այդպես բաներից խոսա։ Դու խոսում ես ինտելեկտուալ հնարավորությունից։ Ո՞րն է քո ինտելեկտը, Նիկոլ Փաշինյան։ Հա? Քո ինտելեկտը որտե է դրսևորվում, կասես միակ։ Այն որ գնացիր Եվրոպայում կանգնեցիր որպես շարքային բոզ եւ ասիր հայ առաքելական եկեղեցին ինձ խանգարում էր դելիմիտացնել Ադրբեջանի հետ սահմանը։ Իրոք։ Եկեղեցին քեզ չի խանգարել։ Եկեղեցին ասել է իմ երկիրը մի ծախ, եկեղեցին չէ, եկեղեցականներ կամ եկեղեցական, ով հիմա կալանքի տակ է։ Իսկ դու քեզ պահեցիր ոչ թե քո հայտարարած ժողովրդավար ղեկավարի պես, այլ որպես չոլի չուխան, չոլի չատլաղ, չէ՞։ Եթե մի մարդ անհատականություն, ով ներկայացնում է մի ողջ երկիր, ամբողջ աշխարհի աչքի առաջ, գնում կանգնում է եվրոպական ամբիոններում եւ իրան պահում է որպես խաբարբզիկ բոզ, այդ մարդուն
Ոչ այդ երկրի բնակչությունը կարա հարգի, ոչ էլ առավել եւս այն երկրների ներկայացուցիչները, ովքեր սենց ծափ էին տալի։ Զելենսկուն էլ են ծափ տալի։ Երկու սլավոնական ազգ իրար ուտում են։ Եվրոպայի ծափերի ներքո։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Կամ այն բոզի վաստակները, ովքեր ասում են, եթե Ռուսաստանին մենք համարենք դաշնակից, Ռուսաստանը կտանի մեր երեխեքին կկոտորի Ուկրաինայում։ Իրոք, վաղը վիդեո նկարեմ։ Քանի միլիոնանոց Ռուսաստանը, 150 միլիոնանոց Ռուսաստան։ Դուք մտածում եք ատոմային գերհզոր տերությունը սպասում է, որ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակից ինչ-որ մի մարդ գա գնա պատերազմի Ռուսաստանի համար։ Իրոք, այդքան միամիտ եք։ Հա? Ռուսաստանը փաստացի, ես Ռուսաստանի գովքը չեմ անում, բայց ապրում եմ ընդդեմ։ Կռվում է ամբողջ աշխարհի դեմ, ամբողջ աշխարհի դեմ։ Եվրոպա, ԱՄՆ, Ուկրաինայի ձեռքով ամբողջ աշխարհը կռվում է Ռուսաստանի դեմ։ Հաղթեց ձեր հավաքական արևմուտքը, ձեր Եվրոպան, կամ որ դուք Խզմալյանի կամ մեկ այլ խեռախորոպի տեսքով որոշել եք մտնել Եվրամիություն։ Ատե չկա Հայաստանի սուվերենության եւ անկախության հարց։ Եթե դուք որոշել եք մտնել ինչ-որ Եվրամիության մեջ, լավ եք անը, որոշել եք մտեք։ Ես դեմ չեմ։ Դեմ չեմ, դուք որոշել եք դառնաք եվրոպական ստանդարտներին համապատասխան անհատականություններ, բայց Հայաստանը հետ չի մնում Եվրոպայից։ Եվրոպայում այտենց գներ չկա, ոնց որ դրված են Հայաստանում լոլիկի, սմբուկի կամ, չգիտեմ, բիբարի վրա Երևանի սուպերմարկետներում։ Եվրոպական գներ են։ Բայց արդյոք Երևանում բաժանվող կամ քաղաքացուն տրվող աշխատավարձը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Իհարկե ոչ։ Դուք Եվրոպային ոչ թե հասել եք ու անցել եք, այլ ավգոն եք արել։ Որտեվ գյուղացու էշը, որ զարգանում է, քաղաքացու ձիուն ավգոն անում։ Դուք այդ էշի կարգավիճակում եք։ Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր սենց ծափ են տալի Նիկոլ Փաշինյանի ասացի վրա, ով ասում է, ես առաջարկում եմ էշի պես զռալ Հայաստանի երկրորդ նախագահին։ Վաղը այդ նույն բանը ասելու է ձեզ։ Վստահել եք։ Կանգնելու է դեմ առ դեմ, ասելու է ես առաջարկում եմ, որ Հայաստանի ազգաբնակչությունը էշի պես զռա, քանի որ ես խոսում եմ հիմա Նիկոլ Փաշինյանի անունից, որպես գաղութի բոզ եւ շտատնի ագարկի տղա, արեցի ամեն ինչ ձեր երկրի հետ, դուք գլուխներդ կախ համակերպվել եք իմ օրակարգի հետ։ Դե հիմա զռացեք էշի պես։ Այդ է անելու։ Ու գալու է այդ օրը անելու է, եթե տվյալ բոզի տղեն մնա իշխանության։ Հա? Ալեն Սիմոնյան, դու տարական էթիկա չունես։ Դու իբր թե խայտարակեցիր ազգային ժողովի ամբիոնից Հակոբ Ասլանյանին, հա? Մարդու, ով եղել է ձեր կուսակցության մեջ, զգմեք ինչա կատարվում։ Այդքանը պետք է զգան ու հասկանան ՔՊ-ի ներսում գտնվող դեպուտատները, որ դուք մի փոքր շեղվեցիք Նիկոլ Փաշինյանի օրակարգից, Նիկոլ Փաշինյանը ձեզ փչացնելու է, ոնց որ փչացեց այն տիրադավ եպիսկոպոսներին, ովքեր ամոթխած հարսի պես զանավեսկից ասում են ծիկ, դուրսը մարդ կա թե չէ։ Վախենում են դուրս գան առաջնորդ հրանից, երևի այսքանը։ Մեկդ կպավ արցախցիներին, ձեր լավը կքունեմ կփռեմ արևին։ Կոնկրետ մարդու դեմ բան ունեք, ելեք խոսացեք։ Բայց հավաքական կպնել արցախցիներին, էջմիածնեցիներին, երևանցիներին, դրա իրավունքը ոչ մեկ չի տվել ձեզ։ Ոչ մեկ։ Եթե դուք հղում կանեք Նիկոլ Փաշինյանի խոսույթի վրա, նախապես ասեմ կուրսին եք, քունեմ Նիկոլ Փաշինյանի լավը։ Կապի մեջ, Ադնա Կլասնիկով։